Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։ Օրվա հյուրը երգահան, երգիչ Վախթանգ Հարությունյանն է։ Վախթանգ Հարությունյան, երգահան, երգիչ։ Ծնվել է 1972 թվականին Քաջարան քաղաքում։ 1985 թվականին տեղափոխվել է Երևան։ 1989-ից 1994 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տեխնիկական ստեղծագործության ֆակուլտետում։ Դասական կիթառի պրոֆեսիոնալ կրթությամբ զբաղվել է 1989-ից և 4 տարի ֆլամենկո երաժշտության դասեր վերցրել կիթառահար Համլետ Հարությունյանից։ Այդուհետև 2 տարի ուսանել է օպերային երգիչ Ռոբերտ Բաբուրյանի մոտ։ 1995-ից 1998 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում որպես լրատվական ծառայության խորհրդական։ 1998 թվականին հիմնադրել է Meteo TV ընկերությունը, որը Հայաստանում եղանակի տեսության թողարկումներով առաջին և այդ ժամանակաշրջանում միակ հեռուստաընկերությունն էր։ 2008 թվականին նախաձեռնել և իրականացրել է Բարդերի ակումբի ստեղծումը, համախմբելով հայ հեղինակ կատարողներին։ Ակումբը գործում է մինչև այսօր, յուրաքանչյուր ուրբաթ հանդիսատեսին ներկայացնելով հեղինակային երգի բացառիկ համերգներ։ 2015 թվականից իրականացնում է Հուսո Առագաստ հեղինակային երգի ամենամյա փառատոնը, որի հեղինակն է և գլխավոր տնօրենը։ Վախթանգ Հարությունյանը թողարկել է 7 սեփական երգերի ձայնասկավառակ, արժանացել է բազում մրցանակների և շնորհակալագրերի, այդ թվում հեղինակային երգի ասպարեզում զգալի ներդրումների համար։ Բարև ձեզ։ Ես կցանկանայի մենք այսօր մի հատ ձևաչափ ընտրենք մեր հանդիպման համար։ Առաջին հերթին այն ամենը, ինչի մասին մենք խոսենք, թող լինի հարց և պատասխանի ձևաչափի մեջ։ Երգի ընթացքում ցանկալի է երգը մինչև վերջը լսել, և եթե ուշադրություն դարձնեք ինչ-որ երգի տողի, որ ձեզ հետաքրքիր է, միգուցե այդ հարցերը կլինեն այդ երգից բխող։ Դե ինչ, առաջինը եկեք որ ծանոթանանք, որովհետև կարծում եմ ձեզնից որևէ մեկը իմ երգերը ինչ-որ մի բան լսել է, չէ։ Շատ լավ։ Ուրեմն սկսենք մի երգ, որ առաջին անգամ եք լսում, հետո արդեն տեսնենք շարունակությունը ինչ ենք անելու։ Փոքրիկ երազ, փոքրիկ միտում, երազանքից փոքրիկ թռչում, որ պտտվեց երկինքներով իջավ ափից։ Մի երազանք ու ժպիտներ, մի բիլ պատրանք ու բյուր հույզեր, որ թողեցի ես ետևում իմ ապրածի։ Ու թե կյանքն այս ցանկալի ուր պայքարն անվերջ, մեզ բերում է կորուստներ, անուրջներ քանդում։ Ես դարձնեմ փոքրիկ մի տուն արևով լցված, ու պայքարն այդ անիմաստ սիրով պարուրեմ։ Ու թե կյանքն այս ցանկալի ուր պայքարն անվերջ, մեզ բերում է կորուստներ, անուրջներ քանդում։ Ես դարձնեմ փոքրիկ մի տուն արևով լցված, ու պայքարն այդ անիմաստ սիրով պարուրեմ։ Ու թե կատակ է կյանքը այս,
կամ թե հեգնանք ճակատագրի, ոսկին հոգուս փոխում եմ ես օրով անհայտ, որ տեսնեմ մի նոր գարուն բույրն առնեմ ես վարդերի, որ սոխակը ինձ համար մի երկ երկի, ու թե կյանքն այս ցանկալի ուր պայքարն անվերջ, մեզ բերում է կորուստներ, անուրջներ քանդում, ես դարձնեմ փոքրիկ մի տուն, արևով լցված, ու պայքարն այդ անիմաստ սիրով պարուրեմ, ու պայքարն այդ անիմաստ սիրով պարուրեմ։ Հիմա շնորհակալություն։ Երգը ոնց հասկացաք, ինչի մասին էր։ Ով կպատասխանի։ Պայքարի էլ, իսկ պայքար ինչի համար կամ ինչի դեմ։ Գոյատևման։ Այսինքն մենք բոլորս մեր երկիր մոլորակը մեր տունն է, մեր դպրոցը մեր տունն է, որովհետև այստեղ մենք ավելի շատ ժամանակ հնարավորություն ունենք լցվելու, որովհետև այն ամեն ինչ որ դուք այստեղ հիմա կուտակում եք, ձեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ պետք են գալու։ Փոքրիկ թե մեծ գիտելիքները, երբ որ ձեր ուսուցիչները ձեզ փոխանցում են, կյանքի ինչ որ մի փուլում անպայման ձեզ համար դառնալու են շատ կարևոր գործիքներ։ Դուք կարող եք հիմա շրջանցել այդ գործիքները չհավաքեք, բայց հետո երբ որ ժամանակը գա օգտագործելու, ասելու եք ինչ վատ է, որ այն ժամանակ ինձ փոխանցում են, ես այդ գործիքները չվերցրեցի, որովհետև կյանքի ինչ որ մի փուլում դրանք ձեզ պետք են գալու։ Հիմա պիտի խնդրեմ ինչ որ մի հարց եւ մենք այդ բոլոր հարցերը կուտակելու ենք եւ այդ կուտակած հարցերի հիման վրա ես ձեզ համար պատրաստել եմ մի քանի նվեր եւ բարձրաձայն եմ։ Սա առաջին նվերը, որ լինելու է, դա գրքի տեսքով է։ Այս գիրքը, որ ձեզ նվիրել եմ, այդ գրքի մեջ լիքը երգեր կան եւ երգերը նվագելու բավականին մեծ ուսումնական աշխատանք է կատարված, որ այդ գրքի երգերը կարող եք երգել։ Օրինակ ում երգերն եք լսել, որոնք գիտարով են կատարվել, կարող եք հիշել տենց երգեր։ Տես, առաջինը Հախվերդյան, Ռուբենին հիշեցինք։ Այս գրքում Ռուբեն Հախվերդյանից 6 երգ կա եւ Ռուբեն Հախվերդյանի եւ իմ երգերի պես տենց մի 40 հեղինակի երգեր, որոնք դուք կարող եք գիտարով սովորել։ Իսկ բանաստեղծական խոսքի հետ ով է հայոց լեզու եւ գրականություն շատ սիրում ձեզնից։ Մենք արդեն լիքը ձեռք։ Իսկ ինչ բանաստեղծություն կհիշեք հիմա։ Համեցիր երիտասարդ, խնդրեմ, մի բանաստեղծության մեկ քառյակ։ Կկատարեմ Եղիշե Չարենցի Ես իմանուշ Հայաստանին մի քառյակ։ Ես իմանուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում, մեր հին սազի ողբանվագ լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման ու նայրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում։ Շնորհակալություն։ Ողջույն։ Իսկ եթե հայրենասիրությունից ես ձեր պատերի վրա կարդացի շատ հայրենասիրական ինչ-որ բաներ։ Ինչ եք կարծում, այդ հայրենասիրության մասին, որ այդքան կարդում են, ինչ է իրանից ներկայացնում։ Նույն Չարենցյան տողերը, ինչի մասին էր խոսքը։ Հայրենիքի։ Իսկ որ ասում ենք հայրենիք, ինչ նկատի ունենք։ Հայրենիք ասելով հասկանում ենք մեր տունը, մեր երկիրը, որտեղ ապրում ենք, եւ յուրաքանչյուր աշակերտ, զինվոր պարտական է իր հայրենիքը պաշտպանել։ Քանի որ վաղը մենք ապրելու ենք մեր հայրենիքում եւ շենացնենք մեր հայրենիքը։ Մենք որ ասում ենք հայրենասիրություն, դες կարևոր մի տող ասեցիր։ Շենացնել, պաշտպանել, չէ՞։ Այսինքն հայրենասիրությունը դա գործողություն է։ Երբ որ մենք ասում ենք սիրում ենք, մենք այդ սերը պիտի ինչ-որ ձևով ամրագրենք։ Ինչպիսի ամրագրում պիտի անենք այդ սիրո։ Պետք է հիմիկվանից սկսենք լավ սովորել, որպեսզի նորմալ մասնագիտություն ընտրենք ու կարողանանք օգուտ տալ մեր հայրենիքին։ Այսինքն մեր սիրո դրսևորումը դա գործիքակազմն է, չէ՞։ Գործիքներ տիրապետել ինչ-որ բաների։ Մեկը կգնա կդառնա մեքենավար, մեկը կգնա հողագործությամբ կզբաղվի, մեկը գնա շինարարությամբ կզբաղվի, մեկը երաժշտությամբ,
ինչ որ մեկը գիտնական կդառնա։ Ես կուզեմ հիմա կատարել մի երգ, որը գրվել է ավելի քան 30 տարի առաջ։ Երբ որ մեր հասարակության մեջ ինչ որ մի բան այն չի, իմ նման մարդիկ, եւ որոնք կոչվում են երգահաններ, անդրադառնում են նաեւ երևույթների բացասական կողմերին։ Դա հիմնական նպատակ այդ բացասական կողմերին անդրադառնալը, որ մարդկանց ուշադրություն գրավել եւ մարդկանց թույլ չտալ, որ իրենք իրենց դմբիրի մեջ պահեն եւ հասարակության կարևոր նյութի հետ չառնչվեն։ Թարս ու շիտակ այս աշխարհում կյանք ենք տալիս դասեր առնում, մի քիչ սիրում նույնքան էլ ոչ ապակինվում անցնում առաջ։ Սա է աշխարհը մեր խելառ մի երգամ վերջ, քամիների մարդիկ սիրեք աշխարհը այս շշնջացող աստվածների փողկապներով մեր պարոնայք ունեն դեմքեր շատ խելացի եւ տեսակետ շատ մարդկային, ափսոս դա տեսք է արտաքին։ Սա է աշխարհը մեր խելառ մի երգամ վերջ, քամիների մարդիկ սիրեք աշխարհը այս շշնջացող աստվածների մսավաճառը հմտացած իր աշխատանքն է կատարում, սովորական մի աշխատանք ափսոս տեսնում է շատ արյուն։ Սա է աշխարհը մեր խելառ մի երգամ վերջ, քամիների մարդիկ սիրեք աշխարհը այս շշնջացող աստվածների ու բնության տարերքներում բոլորս ընտրում ենք մի ճամփա, տարօրելով սրտեր անթիվ միայն տեսնենք վառ ապագա։ Սա է աշխարհը մեր խելառ մի երգամ վերջ, քամիների մարդիկ սիրեք աշխարհ այս շշնջացող աստվածների խորհուրդ այս խորթ է հոգուս, գուցե մնամ սիրով տոկուն, գուցե մի քիչ աղքատ կյանքում, բայց երջանիկ լինեմ հոգում։ Սա է աշխարհը մեր խելառ մի երգամ վերջ, քամիների մարդիկ սիրեք աշխարհ այս շշնջացող աստվածների, շշնջացող աստվածների, շշնջացող աստված թողների։ Հիմա ես կցանկանայի խոսենք մի երևույթի մասին, որը կարծում եմ շատերին արդեն այցելել է, եւ փոքր իմ ժամանակ, երբ որ տղաներին ինչ որ աղջիկներ դուր են գալիս, մազերից քաշում են, չէ, տենց բաներ կան, չէ, մազերը քաշում է, ուզում չգիտի ոնց ասի, որ իրա դուրը գալիս այդ աղջիկը, սկսում է մազերը քաշել, այդ աղջիկները չի հասկանում ինչ է ուզում այս տղան իրանից։ Պարզվում է դուրը գալիս էր։ Բայց եկեք խոսենք այն մասին, ձեզնից որ մեկն է փորձել իր զգացողությունները, զգացմունքները փոխանցել տողերին։ Կան այդպիսիք։ Ընդհանրապես թղթին հանձնելը դա մարդու այն կարողություններից է, որը ոչ բոլորին է կարողանում փոխանցվել, ու պետքա դու քո մեջ ունենաս այնպիսի հոգեբանություն, ուժ, որ կարողանաս այդ ամեն ինչը ճիշտ ձևով փոխանցել թղթին։ Ու կարևորը այն չի առաջի անգամը քո մոտ դա կստացվի, թե չէ։ Կարևորն այն է, երբ որ դու փորձես, սիրես ու գնահատես քո ուզածը։ Հրաշալի է, պատասխանը շատ դուրս եկա։ Նոնա ջան, իսկ կարող եք այդ խիզախության մի փոքրիկ քառյակ մեզ ներկայացնել։ Կորցրեցին հազարավոր ճրակներ, մարեցին հազարավոր տան լույսեր, ու ոսոխի զարկի ներքո շպիտ էին ապրում մահի հետ։ Այդ մահը չէ, որ կտապալի նրան շպիտը, այդ մոր տխուր ու արցունքով լի խոսքերն են, այդ զինվորը չէ, որ ապրում է մահի հետ, այդ մահն է, որ կտապալի նրան շպիտը։ Շնորհակալություն։ Ես իհարկե կցանկանայի, որ հաջորդիվ գրվող տողերի մեջ շատ ավելի ծիածաններ լինեն եւ ծիածանները հիշողություններով կառուցված չլինեն,
այլ նոր ձեռքբերումներով, ես կմաղթեմ դա, Նոնա ջան, շնորհակալություն, եւ քանի որ իմ տարիքը համապատասխանում է այն սերնդին, ովքեր տեսել են 92-94 թվականի արհավիրքները, նաև պատերազմական ոգի են տեսել, ես կցանկանայի մի երգ կատարել, որը կոչվում է Հարազատ ստվերներ, բոլոր այն մարդկանց եւ այն վառ հիշատակի մասին, ովքեր մեր կյանքից հեռացել են, բայց նրանք շարունակում են մեզ հետ ապրել։ Այն երգը, որ պիտի երգեմ ձեզ, հիմա գտավ տեղ ֆիլմերից մեկում, ֆիլմը այդ 90-ական թվականների պատերազմական ժամանակահատվածի մասին էր, եւ ինձ խնդրեցին, որ այդ ֆիլմի համար մի երգ գրեմ եւ այդ ֆիլմի մեջ մի փոքրիկ դեր կխաղամ գիտարով եւ երգը կոչվում է Հարազատ ստվերներ։ Ու նորից ետ եկան հուշերը գունեղ թաքնված դռների ետևում, ասա ինձ անկեղծ, որտեղ թողեցինք մեր հույզերն անսանց ու անհուն, բայց ինչու եւ ինչպես մնացինք ես եւ դու մեզ համար անծանոթ քաղաքում, եւ անկչող հուշերում անավարտ կորուստներն են միայն թափառում, շատ ծանոթ ու սիրված հարազատ ստվերներ, կարոտի կանթեղներն են վառում, կորուստից ծնված փոքրիկ դափտերներ նշմարում են ճամփան դեպի տուն, շատ ծանոթ ու սիրված հարազատ ստվերներ, կարոտի կանթեղներն են վառում, կորուստից ծնված փոքրիկ լապտերներ նշմարում են ճամփան դեպի տուն, չի ստացվում մոռանալ, հեռանալ անցյալից ու չապրել հուշերի գույներով, ու նորից երազում դառնում ենք մենք ետ ու ապրում կրկին անցյալով, եւ գիտեմ թե ինչու մնացինք ես եւ դու մեզ համար հարազատ այս երկրում, որ մեռնող հուշերի անվերջ մատյանում սկիզբ առնի նոր պատմություն, շատ ծանոթ ու սիրված հարազատ ստվերներ, կարոտի կանթեղներն են վառում, կորուստից ծնված փոքրիկ լապտերներ նշմարում են ճամփան դեպի տուն, շատ ծանոթ ու սիրված հարազատ ստվերներ, կարոտի կանթեղներն են վառում, կորուստից ծնված փոքրիկ լապտերներ նշմարում են ճամփան դեպի տուն, նշմարում են ճամփան դեպի տուն, Նոնան անդրադարձավ մի թեմայի, որ շատ երգահաների երգերում տողեր են գտնել, շատ երգերում կան, ես իհարկե խուսափում եմ այն երգի տեսակից, որը պաթոս ունի, որովհետև շատ հաճախ հայրենասիրության տակ քողարկված է լինում առանց գործողության սերը, իսկ եթե գործողություն չունի սերը, արդեն պարզ է, չէ, որ ինքը իրական չի, որովհետև այն մշակը, որը սահմանի վրա հող է մշակում, ամենամեծ հայրենասիրությունը իր աշխատանքն է, որովհետև ինքը մշակում է այնտեղ, որտեղ սկսվում է մեր հայրենիքը։ Այն գիտնականը, որ կհորինի ինչ-որ մի սարք, որ այդ սահմանը ավելի ամրապնդի, եւ դա ուսուցանելու ժամանակահատվածը հենց այս ժամանակահատվածն է, ապա ամենամեծ հայրենասիրը հենց ինքը կլինի։ Նա ով իր հայերեն լեզուն կհմտացնի այնքան, որ օտար մարդը լսելիս կասի
աստվածներն են խոսում նրա շուրթերով, ամենամեծ հայրենասիրությունը հենց ինքը կանի։ Երկենք, ինչի մասին կցանկանայի, կուզեք սիրո մասին երկենք, հա, ձեզ համար ավելի մոտիկ է այդ նյութը։ Ինչ որ մեկի պատուհանի տակ կանգ առած կա, ծաղիկներով երիտասարդներ։ Չէ հələ, թե ձեր պատուհանները այնքան է, որ մի անգամից պատուհանից տեսնում են, այդպես վերև չեք նայում, էլի։ Հա? Դեռ փոքր են։ Ինչ անենք։ Ես 6-րդ դասանում արդեն սիրահարված վախթանգն էի, այնպես որ առանձնապես բան չէր, փոքր են։ Ես այստեղ լիքը աչուկներ եմ տեսնում, որոնց աչքերի մեջ բավականին շատ նմանատիպ թաքնված կայծեր կան իդեպ։ Լավ, գրենք ձեր երկեմ երկ, որը կոչվում է սպասում, եւ այդ տղամարդու եւ կնոջ հարաբերությունների փոքրիկ նրբերանգով լեցուն մի հատ փոքրիկ պատմություն է։ Հուսամ այդ պատմությունը կյանքի ընթացքում մի քիչ երանգներից դեպի գույներ ճանաչողությունը ձեզ կբացի մի քիչ ավելի ուշ կամ էլ ընթացքում։ Մռայլու անձրևոտ մի օր ես քեզ կուզեմ առնել իմ գիրկը, մի քիչ հոգսից քեզ հետ փախչել, չէ որ քեզ հետ հանգիստ է միտքս, եւ դարմանող շշուկ լսեմ եւ ջերմությամբ բերկրանք ապրեմ ես, քեզ հետ գուցե անողջ կիսեմ, դու իմ հոգու մռայլ սփոփանքն ես ու անսահման սպասումներով, մտքում քեզ հետ օրս անցնում է հոգիս անթիվ պատրանքներով, առավոտը լուսացնում է ու անհամար սպասումներով, մտքում քեզ հետ օրս անցնում է հոգիս անթիվ պատրանքներով, առավոտը լուսացնում է։ Ուցուր տորատակուկ պահեր եւ ժամ առաջ արդեն սպասում եմ, քեզ հետ կիսում բյուր պորտկումներ եւ այդ մտքով դեռ ջերմանում եմ, գորշ գույներով լցված փողոց, հոգսերով լի շտապող մարդիկ են, հայացքին փնտրում է քեզ, բայց ինչ արած դու իմ տեսիլքն ես, ու անսահման սպասումներով, մտքում քեզ հետ օրս անցնում է, հոգիս անթիվ պատրանքներով, առավոտը լուսացնում է։ Եկեք խոսենք այս գործիքի մասին, բոլորը գիտեն այս գործիքի անունը, ապա կիթառ։ Կիթառից առաջ ինչ գործիք կար հայկական նվագարանում, հիշում եք։ Թառ, կիթառ, չէ, հուշում է, կիթառ, չէ։ Այսինքն մեր այս վերջին 100 տարին կիթառով են նվագում, բայց ձեր պատերի վրա տեսա մի հատ նկար, էլի տենց ինչ-որ մեկը, որը նմանատիպ մի գործիքով երգեր էր երգում, ում նկարներ, մի հատ հիշացրեք։ Ճիշտ այդպես։ Այդ մեզանից որոշ ժամանակ առաջ էլի նմանատիպ երգեր երգող մի երգահան էր, որը պարզապես այս գործիքի փոխարեն մի հատ այլ գործիքով, բայց փորձում էր իր զգացումները փոխանցել։ Հիմա ձեզնից քանիսն են ցանկանում նմանատիպ մի գործիքի տիրապետել։ 1 2, 3, 4, արդեն ունենք 10։ Հրաշալի։ Իսկ ձեր դպրոցում կիթառի երաժշտական դասարան բացելու հնարավորություն ունեք։ Դուք երաժշտական դպրոց ունեք, իսկ կիթառի դասարան։ Կիթառ կա, ուսուցիչ չկա։ Ես էլ ճիշտ հակառակն էի մտածում, կարող է ուսուցիչ լինի կիթառ բերենք։ Եվ քանից եք որոշել, որ սովորեք եւ չի ստացվել։ 1. Նոնան արդեն իր մրցանակը ունի, ես նախապես ասեմ արդեն կանխակալ զգացողությամբ։ Ապա 2, 3, 4 Ինչպես կարող են կազմակերպել ձեզ մոտ կիթառի լսարան։ Եկեք մի հատ փոքրիկ գործիքակազմ ձևավորենք։ Ուրեմն եկեք առաջարկ անեմ ձեզ, երբ որ դուք ձեր 10 հոգին կհավաքեք իրար հետ եւ կանցնեք մի հատ Zoom փոքրիկ լսարան կձևավորեք, ես խոստանում եմ ձեզ շաբաթական մեկ անգամ on-line ձեզ այդ դասընթացները կազմակերպել։ Առավել եւս եթե դուք ասում եք գիտար կա, չէ՞։
Ես ձեզ խոստանում եմ եւս մեկ գիտար նվիրել։ Եթե իմանամ այդ գիտարը կլինի շատ լավ պահվող տեղ, եւ նա որ կնախաձեռնի այդ խմբակը, կունենա այդ հնարավորությունը այդ գիտարը պահպանելու իր մոտ եւ կարծում եմ հետագայում ինչքան համառություններ կավելանա, այնքան գիտարները ձեր միջավայրում կավելացնենք։ Հա, դե ով է խիզախը։ Ես Դոնարա Գոքորյանն եմ, ավարտել եմ Գյուլաքայակի միջնակարգ դպրոցը, երեխաներին կհամախմբեմ եւս նոր բան սովորելու համար։ Հրաշալի, շատ լավ, շատ ուրախ եմ, շնորհակալություն։ Այս գրքերը ձեզ մոտ են լինել, մեկը Նոնային եմ խոստացել արդեն նախապես, կարծում եմ այդ խմբի առաջինը կլինի Նոնան, չէ՞, հուսամ։ Եվ ես իհարկե բերել եմ նաև մի գիտար, որը թողնելու եմ ձեզ մոտ։ Հանձնում եմ ձեզ հազարագանց բաժինները, դե մնացածը կուսումնասիրեք, չէ՞, կարծում եմ այստեղ լիք ուսումնասիրելու բաներ կան, իսկ այստեղ հեղինակների անուններով հատիկ-հատիկ կանցնեք, 40 երգահանի երգեր կան մեջ։ Շնորհակալ եմ, ես էլ իմ կողմից խոստանում եմ կհավաքեմ երեխաների, որպեսզի ավելի արդյունավետ լինի բոլոր այս մեր համայնքի 7 գյուղերից։ Բոլոր երեխաներին կհավաքեմ եւ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ինչու որոշեցիք հենց զբաղվել երաժշտությամբ։ Ես երբեք չեմ որոշել, Հայկ, զբաղվել երաժշտությամբ, ես հիմա էլ չեմ զբաղվում երաժշտությամբ։ Ես գրում եմ այն ամենը, ինչ որ գրվում է, քանի որ իմ կրթության մեջ կա օպերային երգի մաս, իմ կրթության մեջ կա իսպանական կիթառի ուսուցանման մաս, բայց երգեր ես սկսել եմ գրել շատ ավելի վաղ ժամանակին, երբ 15 տարեկան էի։ Եվ 15 տարեկանում, երբ սկսեցի կամաց-կամաց տիրապետել այս գործիքին, հասկացա, որ այն ամենը, ինչ որ ես մտածում եմ, ավելի հեշտ է իրանով փոխանցել, եւ այն բանաստեղծությունները, որոնք ես սկսեցի գրել, նկատեցի, որ պարբերաբար բանաստեղծության հետին պլանում հնչում է երաժշտություն։ Եվ պարզվեց դրանք երգեր են։ Իսկ եթե դուք չընտրեիք այդ մասնագիտությունը, ինչ մասնագիտությամբ կզբաղվեիք։ Ասեմ, որ իմ առաջին մասնագիտությամբ ես մանկավարժ եմ։ Ես պիտի հայտնվեի ձեզ մոտ։ Իմ առաջին մանկավարժական կրթությունը ինձ իհարկե պարբերաբար օգնում է, բայց օգնեց միայն մի ժամանակահատված, երբ որ ես որոշեցի գնալ առանձին ապրել եւ սկսեցի սովորեցնել կիթառ նվագել։ Քանի որ իմ առաջին մասնագիտությունից հետո ես ձեռք եմ բերել մի շարք մասնագիտություններ, այդ մասնագիտություններից այն մնացած շարքը բոլորը իմ ամենօրյա աշխատանքի մաս են կազմում։ Ես զբաղվում եմ հիմա ճարտարապետությամբ, զբաղվում եմ շինարարությամբ, ինքնաբավ տների մի հատ միտք կա, որը ես 10 տարի է իրականացնում եմ։ Պատկերացրեք մի տուն, որը հողից կարողանում է ջերմություն վերցնի, արևի ջերմությամբ է լցվում, չի կորցնում իր պատերի շնորհիվ ջերմությունը տան ներսից եւ խնայում է Հայաստանի Հանրապետության ամբողջ ռեսուրսը իր ներսում։ Եվ բնությունը պահպանելով կարողանում է մեզ ապահովել այն կոմֆորտով, որը մենք ցանկանում ենք տունը ունենա։ Պատկերացրեցիք, այ դրանով ես հիմա զբաղված, Հայկ ջան։ Ինչպես նշեցիք, դուք գրում եք երգեր ու նաև կատարում եք, ինձ մի հարց է հետաքրքրում, երգերը գրելու ժամանակ դուք այդ ամեն ինչը վերապրում եք, թե դրանից առաջ վերապրել եք, նոր ձեր մտքին եկել է, որպեսզի գրեք։ Լավ, եկեք բաժանեմ, շնորհակալություն։ Երգերը վերապրելուց առաջ դու պիտի այդ երևույթը առաջին հերթին վերապրես, որ գրես։ Դա առաջին փուլն է։ Գրելուց հետո, երբ ձեր նման մարդկանց համար կատարում եմ, հաճախ լինում է, որ իմ աչքի առաջ պտտվում է ինչ-որ մի ժամանակահատված, որ այդ ժամանակահատվածը վերապրում եմ կրկին եւ նորից։ Դա լինում է երկրորդ անգամ։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում երգերը ինչքան շատ ես երգում, ինչ-որ բաներ կյանքումդ արդեն բթանում է։ Կամ էլ նոր զգացողությունները գալիս են լրացնելու նոր տիրույթներ եւ այն հինը մնում է ինչ որ չափով արդեն ստերի մեջ։ Այդպես տենց երբ որ մի 100-ից անցավ, արդեն այն ինչ որ գրել եմ
վաղ պատանեկության ժամանակ այդ զգացողությունը արդեն ընդամենը հուշի տեսքով է, ոչ թե այն զգացողության տեսքով։ Ինչ ոճի երաժշտություն եք նախընտրում եւ մոտեցում։ Այս երգի տեսակը շատ տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է հնչում։ Ֆրանսիացիները ասում են շանսոնյե, շանսոն։ Ռուսերեն ասում են ավտորская песня։ Կան օրինակ Չեխիայում ասում են երգող պոետ, հենց բառացիորեն այդպես էլ թարգմանվում է, երգող պոետներ։ Մեզանում տարածված է հեղինակային երգ, երգասաց ձևաչափ։ Այն ինչ որ ես կատարում եմ, հիմնականում այդպես էլ կոչվում է հեղինակային երգ։ Ես իհարկե նախընտրում եմ եւ սիրում եմ ջազային երաժշտություն, ես շատ եմ սիրում դասական երաժշտություն եւ օրվա որոշակի ժամանակահատված տրամադրում եմ դասական երաժշտություն լսելու։ Ձեզ էլ խորհուրդ կտամ, որ դուք Կոմիտաս, Բախ, Բեթխովեն շատ լսեք, որովհետեւ շնորհիվ դրա ձեր երաժշտական ճաշակը եւ մտահորիզոնը կմեծանա։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Երբ պահմոտոցի ժամանակ մտել էի Բուխարիի մեջ թաքնվել։ Շատ վառ հիշողություն է, երբ որ Բուխարիից դուրս եկաս ամբողջությամբ մրի մեջ։ Այդ տպավորվել է։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Սիրահարվածս աղջնակին մոտիկ նստելը։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Ֆիզիկան շատ էի սիրում եւ հայ գրականությունը երևի թե։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Կգնայի լիարժեք ճարտարապետական համալսարանը ավարտել։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Այդ ժամանակահատվածում երևի թե որևէ մեկը չի էլ ունեցել հնարավորության եւ դիպվածի արդյունք։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Թույլ տվեք գաղտնիք մնա։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Երևի թե միջնադար։ Մի ժամանակահատված, որտեղ փոփոխական հարահոս իրականության մեջ կար արժեհամակարգային վերելք։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Ես նախընտրում եմ երազանքներով չապրել։ Ինձ համար ուղենիշները ավելի շատ կարևոր են։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Քանի խիզախություն ավելանել։